Բարեկամներ, ողջույն։ Իրոք մի տեսակ հույս կար, որ նոր գումարման ազգային ժողովը անկախ քաղաքական առճակատումներից, մարտահրավերներից իր աշխատանքը կսկսի ավելի զուսպ, ավելի պետականամետ տրամաբանությամբ, ավելի հանդուրժող մթնոլորտում, որ գոնե առաջին օրերին կձևավորվի այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր կլինի խոսել ոչ թե միմյանց քաղաքապես ոչնչացնելու, որոշ դեպքում անգամ ֆիզիկապես, այլ ասենք երկրի խնդիրները լուծելու մասին, ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու մասին, անվտանգության մասին, մի խոսքով, հույս կար, ինչպես ասում էր դասականը, հույսը վերջինն է մեռնում։ Ճիշտ է, դեռ ձեռնամարտի չբռնվեցին, բայց կարծում ենք այդ հնարավորությունը դիտելու կունենանք ոչ շատ հեռու ապագայում, ես էլ ձեզպես միասին դիտում էի հեռարձակումը ուղիղ եթերում, ազգային ժողովից ու առաջին պահից պարզ էր դառնում, որ մեծ հաշվով ոչինչ չի փոխվել։ Գուցե որոշ սանրվածներ են փոխվել, որոշ այսպես ձևաչափ է փոխվել, հայացքներ են գուցե փոխվել, դեմքեր են փոխվել, երիտասարդացել, շատ երիտասարդացել, բայց թույնն ու թարախը քաղաքական առումով փոխադարձ մեղադրանքներն ու անհանդուրժողականությունը մնացել է ցավոք նույնը։ Առաջին բանը, որ աչքի ընկավ դեռ 3, դա անդիմության չմասնակցությունն էր երթմնակահության արարողությանը, ավելի ճիշտ ոտքի չկանգնելը եւ չհարգելը։ Ասենք որ ոտքի չկանգնում ինչ է դա։ Ինքնին այս փաստը մտահոգիչ է, որովհետև եթե ամիսներ շարունակ նույն ընդդիմությունը հայտարարում է, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, ընտրությունները կեղծվել են, ժողովրդի քվեն գողացել են, կամքը բռնացել են, հետո մանդատները վերցնում եք, գալիս եք, նստում եք, թեկտածուներ եք առաջադրում, բայց երթմնակահությանը չեք մասնակցում, ոտքի չկանգնելով, որտեղ հարցը իշխանությունը չի, հասկանում եք, հարցը ձեզ այն ժողովրդի նկատմամբ անհարգանքն է, որ լավ թե վատ, բայց ձեզ ընտրել է։ Հիմա ձեզ նայում են, ինչ կմտածեն։ Թեև մյուս կողմից, եթե անկեղծ էլի իրոք այդ էմոցիաները մի կողմ դրած, անկեղծ ասած Հայաստանի քաղաքական պատմության մեջ մենք վաղուց համոզվել ենք, որ երթում տալը, պատգամավորական երթումը, որևէ մեկին չի սահմանափակում։ Բազմաթիվ դատական ակտերը վկա։ Մեր խորհրդարանում երթում տված պատգամավորները այնպիսի քայլեր են արել տասնամյակներ շարունակ, որ հասկանում ես երթումը ընդամենը, ասենք, պրոտոկոլային, արարողակարգային, ինչ-որ ձևաչափ է, նախադասությունների կույտ է, ասում են, հետո անցնում են իրենց սև գործին, ինչպես ժողովուրդն է ասում, մարդու մտքին տեղ լինի։ Բայց այստեղ ավելի մեծ հակասությունն է գալիս ասպարեզ, եթե այս խորհրդարանը, ինչպես պնդում է ընդդիմությունը, լեգիտիմ չէ, ապա ինչու վերցրեցին մանդատները։ Եթե ոչ լեգիտիմ է, ուրեմն պետք չէր մանդատ վերցնել, պետք է հրաժարվել եւ գնալ քաղաքական իրենց հստակ դիրքորոշմամբ, պայքարով լեգիտիմացման դեմ։ Հակառակ դեպքում անլեգիտիմության մասին ամենօրյա հայտարարությունները վերածվում են պարզապես քաղաքական հռետորաբանության։ Ավելին, մենք այդ պայքարը չտեսանք, ասում մենք պայքարում ենք, չտեսանք այդ պայքարը, որտեղ եք պայքարել։ Մի համազգային շարժում չտեսանք, պատկերացնում եք ժողովրդի քվեն գողացել են, ուր են, հերով սորով չեն կարող մարդկանց ուսանեն։ Մի զանգվածային քաղաքական ճնշում չտեսանք։ Նույնիսկ այդպիսի հետևողական պայքար, որը կարող էր ինչ-որ կասկածներ առաջացնել հանրության մոտ, անգամ նրանց մոտ, ովքեր գործող իշխանության են ընտրել, որ այ կարող է մի բան արել են, չի արթնացել նման բան։ Իսկ իսկապես ժողովրդի կամքը եթե բռնաբարվեր, ինչպես ասում են, ապա այդ ժողովրդի իրավունքի պահանջատեր զանգվածը հաստատ կերևար։ Դա եղել է նախկին ընտրությունների ժամանակ եւ բողոքի այդ ալիքները, որոնք եղել էին 18-ից առաջ, չեմ հասնում ինչեւ մարտի 1, բայց 13 թվականի դեպքերն ենք հիշում եւ այլն, դա կերևար։ Ընդհանրապես քաղաքական հայտարարությունները միայնակ չեն կարող քաղաքական պայքարին փոխանակել, հա, մանավանդ ազգային ժողովում արդեն որ դու ասում ես ոչ լեգիտիմ է եւ գնում ես նստում ես այնտեղ։ Սակայն այս ամենից ավելի հոգնեցուցիչը գոնե ինձ համար այն էր, որ հայկական քաղաքականության գրեթե բոլոր հիմնական ասպարեզներում պատմական դիսկուրսներ են տեղի ունենում եւ մրցույթի ձևաչափով։ Նորին մեծություն պաթոսը, որը քանդել է այս երկիրը, էլի եկավ ազգային ժողով այսօր տեսանքիչ առաջ։ Ով ավելի հերու պատմական ակնարկ կանի, ով ավելի բարձր կգոչի պատմական Հայաստանի մասին, ծովից ծով, մեծ հայք, հայրենիք, այդ ամենը միասին, հասկանում ես։ Ու ներկայիս իրականության մեջ, էլի որ մեծ հաշվով ներկայիս Հայաստանի մասին պետք է խոսել, բերենք քարտեզներ են թափ տալիս,
Ադանայից են խոսում եւ այս ամենը հələ լավա գիտեք ինչ են ասում են Վիլսոնները լավա չկան։ Պատկերացնում եք այս ամբողջ մանկապատանեկան իրավիճակի մեջ հանգարց մի հատ այդ խմբակն է գալ, լրիվ արդեն կարելի էր անջատել ամեն ինչ եւ գնալ ցանկալի է ուրիշ երկիր, բայց դեռ դրա ժամանակը չէ։ Երբեմն թվում է, որ ոչ թե ազգային ժողովի նիստ ես լսում կամ դիտում, այլ ինչ-որ գրականության ներածություն, պատմահայրենասիրական մրցույթի եզրափակիչ փուլ, այն էլ ինչ-որ տխուր գավառական խմբակի մակարդակով։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը մենք բոլորս գրողը տանի, կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ, որոնք ոչ Կիլիկիայում են լուծվելու, Գարեջրի գործարանի մասին չի խոսքը, ոչ Դվինում են լուծվելու, Հյուրանոցի մասին չի խոսքը, ոչ Ստեփանակերտում, ոչ էլ Շուշիում, ցավոք այլևս։ Իսկ մենք շարունակում ենք քաղաքական միավորներ հավաքել պատմական աշխարհագրության հաշվին, փոխարենը պատասխաններ տալու այն հարցերին, որոնք այսօր հուզում են շատ շատերին ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Մի դուրս եկեք այս Ամիրյանի վրա կանգնացրեք քաղաքացուն, ասեք ինչն է քեզ անհանգստացում, քանի հոգի Շուշիի անուն կտա, քանի հոգի Ադանայի անուն կտա, քանի հոգի Կիլիկիայի անուն կտա եւ այսպես շարունակ։ Պետք է ասի թոշակս, դատարանս, վարկերս, բանկերս եւ այսպես շարունակ եւ երիկամներս որոշ պարագայում։ Իսկ եթե լուրջ թեպետ սա էլ է շատ լուրջ թեմա, այս հարցերը շատ կոնկրետ են։ Անվտանգություն, սահմաններ, տնտեսություն, ժողովրդագրություն, կրթություն վերջապես, որը հուսամ կերևա միտեղ, պետական ինստիտուտների արդյունավետություն, պետական համակարգի հստակ աշխատանք, ընդդիմություն, դիմություն, այս հարաբերությունների նորմալացում։ Դուք իրար հետ լեզու չեք կարող գտեք, դուք թշնամու հետ հարաբերությունների նորմալացման մասին եք խոսում, ձեռ եք առնում։ Սրանք են այն թեմաները, որոնց շուրջ պետք է մրցեն իշխանությունը, ընդդիմությունը։ Երբ հուսամ ընդդիմությունը վերջապես կհասկանա, որ ինքն էլ է իշխանության մաս։ Որ ասում եմ, իշխանությունները էս արին, իշխանությունները այն արին, որ դուք սահմանադրություն կարդացել եք, կարդալ գիտեք, ընդդիմությունը իշխանության մաս է, բարև ձեզ։ Ոչ թե փորձենք հասկանալ, հա, ով է։ Ամեն դեպքում հարցերը շատ լուրջ են։ Ազգային ժողովը պետք է լինի պետական մտածողության հարթակ, ոչ թե քաղաքական թատրոն, կրկես որոշ դեպքերում, պաթետիկ, հա, հայրենասիրական գոչերով եւ երգերով, զուռնի տրանգիով, որովհետեւ պատմական ճառերով պետություն չի կառուցվում, բայց պատմական ճառերով պետություն քանդվում է եւ մենք 100 տարի տեսել ենք այդ ամենը։ Պետությունը կառավարվում է պատասխանատվությամբ, իրատեսությամբ, գիտակցությամբ, որ Հայաստանի Հանրապետությունն է այսօր, մեր հայրենիքը, մեր իրական Հայաստանը, որքան էլ այսօր իշխանությունն է այդ ամենը ասում, բայց ժողովուրդ, ես կցանկանա իրական Հայաստանը ուրիշ սահմաններ ունենա շատ ավելի մեծ, որը եղել է պատմության մեջ անշուշտ, բայց որ հիմա այսպես է դասավորել պատմությունը, ես ինչ անեմ, դուք ինչ անեք, մեր գործընկերները ինչ անեն։ Պիտի մտածենք տենց այն, որ սա էլ չի կորի, չէ՞։ Եվ վերջում, ընկերներս, իհարկե դեռ շարունակվելու է այս ամեն ինչը, մտածում եմ, այս ամբողջ աղմուկի մեջ այդպես էլ չլսվեց գլխավոր խոսակցությունը։ Մի բառ անգամ չհնչեց, թե ինչպես ենք պատրաստվում միասին աշխատել։ Միասին նկատի ունեմ ընդդիմությունը, անկախ քաղաքական տարաձայնություններից, ինչ օրենսդրական նախաձեռնություններ են բերվելու ասպարեզ, ինչ տնտեսական, սոցիալական, անվտանգային ծրագրեր են առաջարկվելու, ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել առաջիկա տարիներին, ոչ մի խոսք հասարակության խորացող պառակտման հաղթահարման մասին, եկեղեցի դրա շուրջ ծավալվող գործառույթների մասին, հա, հանրային համերաշխություն ձևավորելու, մարդկանց միջև վստահությունը վերականգնելու մասին ոչ մի բան։ Փոխարենը նույն հին են ճմրթած ձայնապանակը, որ դիտային թաղ են վերջապես։ Դուք դավաճան եք, մենք թալանչի ենք, դուք ռուսահպատակ եք, սրանք թուրքահպատակ են, դուք եսեք, դուք ենեք, մեղադրանքները փոխվում են, դերակատարները փոխվում են, բայց բովանդակությունը մնում է նույնը։ Իսկ պետությունը, որը սկսում է մտածել լուծումների մասին եւ իրոք սպասում է սրտատրոպի ժողովրդի հետ հանդերձ, կրկին մնում է փոխադարձ վիրավորանքների ստվերում, ու վերջը հիշում է շատ հայտնի մի երգ, այսպես էլ ապրում ենք, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։ Ցավալին նաեւ այն է, որ սա արդեն ոչ թե երգի պատկերավոր խոսք է, այլ մեր քաղաքական իրականության բովանդակային ճշգրտությունը, որը առնվազն 5 տարի շարունակվելու է։ Համբերություն բոլորին ու մտածեք այդ ուղղությամբ։